Լուսարոտին շարունակում է եւ մենք ինչպես միշտ ամեն մեր թողարկման անդրադառնում ենք շատ կարեւոր թեմաների ու հյուրընկալում ենք կարեւոր թանկ, ֆանտաստիկ, տաղանդավոր մարդկանց եւ այսօր մեր հյուրերը բացառություն չեն։ Արաբկիր բժշկական համալիրն ու կյանքի ճանապարհ Նարոգեժինի բարեգործական ՀԿ-ն կազմակերպում են էպիլեպսիա ստվերից դուրս թեմայով համաժողով։ Այն նվիրված է երեխաների էպիլեպսիայի բուժման, իրազեկման, կրթական եւ սոցիալական ինտեգրման կարևորագույն հարցերին։ Այս ամենի մասին ավելի մանրամասն մեր հյուրերի հետ։ Այսօրվա մեր առաջին հյուրերն են Արաբկիր բժշկական համալիրի նյարդաբանության բաժնի վարիչ Անի Գևորգյանը, Լույս Արավոտի, կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր եւ ղեկավար Ելենա Բաղդասարյանը։ Բայլույս, բայց ես ուզում եմ նաեւ ավելացնել, եթե դուք գտեք ինձ կամսամոլկը սպարտսմենք է պրոստը красавец ու շատ ուժեղ կին։ Շնորհակալ ենք, որ ժամանակ եք գտել, եկել եք մեր մոտ։ Էպիլեպսիան դա դատավճիռ չէ եւ պետք չէ հիասթափվել, պետք չէ հետ քայլ անել ու ցավոք սրտի, այսօր շատ խնդիրներ դեպքում, ինչպես որ նաեւ էպիլեպսիան, մենք որ sense օյ-օյ պատկերացումները մեր չտեղեկացված, չիազեկված լինելու հիմքում է, խնդիրը հենց դրանում է ու շատ ծնողներ ցավոք սրտի հենց հիմա էլ նույնիսկ 21-րդ դարում շատ բաներից անտեղյակ լինելով պանիկայի մեջ են, թաքցնում են, պահում են։ Դա այդպես է։ Այո, այդպես է եւ ես միշտ բոլորին հարց եմ տալիս, ինչու հսկվող, բուժվող ակտորոշումը, հիվանդությունը այդքան վախեցնում է մարդկանց, որպեսզի իրանք ստիպված լինեն ապրել ստվերի մեջ, ապրել թաքցնելով հիվանդությունը, երեխայի իր կյանքը դարձնելով դժոխքային շատ ժամանակ, բանտարկված կարգավիճակում դա ոչ պիտակ է, դա ոչ դատավճիռ է, դա ուղղակի ապրելակերպ է, որը ուղղակի պետք է փորձությունը անցնել եւ որևէ պատճառ չկա հիվանդությունը պահելու բոլորից հեռու, ասենք թաքցնելու, որովհետեւ այո դատավճիռ չէ, այո բուժվում է, ամոթ չէ, վարակիչ չէ եւ վարակիչ է միայն մեր անտարբերությունը եւ վախերը։ Այո։ Իսկ ինչպես է առաջացել կոնֆերանսի անցկացման գաղափարը։ Կոնֆերանսի անցկացման գաղափարը առաջացել է ինձ մոտ եւ ես առաջարկել եմ Արաբկիր բժշկական համալիրի տնօրինությանը, կիսվել եմ իմ գաղափարով եւ իրենք ինձ աջակցել են, միասին փորձել ենք անել այն կոնֆերանսը, որը առաջ տեղի չի ունեցել, երբեք պատմել էպիլեպտոլոգիայի ոլորտում արված աշխատանքների մասին եւ նրանց արդյունքների, դա շատ կարեւոր է, որովհետեւ երբ իմ տղան հիվանդ էր, իսկ նա հիմա արդեն 18 տարեկան է, դայներին է, իսկ երբ 2 տարեկան էր, Հայաստանում ոչինչ չկար, ոչ կենտրոն, ոչ ակտորոշիչ հետազոտությունների հնարավորություն, ոչ դեղորայք եւ իհարկե անցնելով այս շատ բարդ ճանապարհով ես հիմա տեսնում եմ ինչ մենք ունենք հիմա եւ շատ ուրախ եմ, շատ ողջունում եմ այն, ինչ արվեց Արաբկիր բժշկական համալիրի ողջ թիմի կողմից նրա համար, որ մենք ունենանք ժամանակակից դիագնոստիկ կենտրոն, դիսպանսեր, այն կետը, որտեղ ծնողները ոչ մի խնդիրներին չեն բախվի եւ իրենց երեխայի հիվանդությունը իրոք կլինի կյանքի ճանապարհի մի փուլ, մի մաս, որը իրանք կանցնեն ոչ այդքան դժվար, ինչպես օրինակ ես եմ անցել։ Իսկ ինչ է սպասվում կոնֆերանսի շրջանակներում։ Նախ ասեմ, որ կոնֆերանսը այսպես ենք կոչել էպիլեպսիա ստվերից դուրս, իրազեկում, համախմբում եւ աջակցություն, այսինքն այն ուղղված է այս խնդրի առավել իրազեկմանը, հանրային իրազեկմանը, քննարկվելու են մի շարք հարցեր, ինչպիսիք են օրինակ ինչ խնդիրներ են արդեն իսկ լուծվել էպիլեպսիայի շուրջ եւ ինչ անելիքներ ունենք դեռ, բուժման մոտեցումները, ինչ կրկին ունենք անելու, երեխաների հոգեբանական ասպեկտներին եւ սոցիալական ինտեգրման ուղղված հարցեր են քննարկվելու, ինչպես նաեւ այս ստիգմայի վերացմանը ուղղված ինչ գործեր մենք կարող ենք անել, Համախմբվելու են տարբեր այսպես շերտերի մասնագետներ, ինչպես պետական մարմիններից ներկայացուցիչներ, այնպես էլ բժիշկներ, անգամ պացիենտներ, եւ սա փաստորեն լավ հարթակ է, որպեսզի այս բոլոր տարբեր ոլորտների ներկայացուցիչները համախմբվեն մի հարցի շուրջ,
եւ տեսնենք ինչպես կարող ենք անել, ինչ կարող ենք ավելին անել էպիլեպսիա ունեցող երեխաների համար։ Հրաշալի է։ Ձեր հարցազրույցներից մեկում դուք նշեցիք, որ ոչ մի փորձություն չի կարելի համարել պատիժ։ Այո։ Գիտեք, իմ կարծիքով դա ամենադժվար մասն է, որովհետև պատկերացնում ես մարդու ինչերի մեջով է անցնում, ձեր ճանապարհը անցած, բրավո, եւ ամեն մի մարդ չի կարող այդ ուժն ու էներգիան չունի։ Նախ այդ պատժական չկա կողքից։ Հիմա փառք ասում 21-րդ դարում ենք, ինչպես դուք նշեցիք, արդեն ունենք 12 տեսակ դեղորայքի, ինչը կար այն ժամանակ մեկն էր, չէ՞, ու շատը արդեն ձեր շնորհիվ շատ դեղեր ունենք, որ հասանելի են այստեղ։ Պլյուս ունենք հնարավորություն դիմելու մասնագետների, սկսած հոգեբաններից։ Իմ կարծիքով կոնֆերանսում ամենակարևոր կետերից մեկը նաև այն է ծնողների հետ այդ հոգեբանորեն միմյանց հասկանալն է, որովհետև ֆիզիկապես դեղորայք, հա, օքեյ, էներգիա ենք հավաքում, փորձում ենք դիմադրել այդ ամեն ինչին, բայց երբ որ դու փակվում ես քո ներսում, գնում ես սենյակ ու դու ուղղակի ուզում ես փախնել ես աշխարհից, ընդհանրապես կապ չունեն ոչ մի բանի հետ։ Այ ինչպես է շփումը, կապը հոգեբանորեն, հա, այսինքն աշխատում են հոգեբաններ, այլ ինչ մասնագետներ են շփվելու ծնողների հետ։ Եթե դուք նկատի ունեք կոնֆերանսի շրջանակներում, այդ կոնֆերանսը լինելու է պացիենտների պատմություններ լսելով այդ ֆորմատով նաև եւ հարց-պատասխան ֆորմատով եւ մենք ստանալու ենք այն հարցերով, որոնք հուզում են մեր պացիենտներին եւ իհարկե բոլորս սկսած առողջապահության նախարարության ներկայացուցիչներից վերջացրած անձամբ իմ եւ բժիշկների կողմից այդ պատասխանները մենք տալու ենք հենց դա է պատճառը որ հրավիրեցինք նաեւ ծնողներին որպեսզի լսենք այն ինչ իրենց հուզում է եւ իրենց անհանգստացնում է Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ հոգեբանական աջակցությունը մենք նոր սկսում ենք տրամադրել հիմնադրամի կողմից միջայդ մենք զբաղվում ենք դեղորայքային բուժման հարցերով ակտորոջիչ հետազոտություններով վիրահատությունների կազմակերպման եւ իրականացման հարցերով ենք օգնում բայց հասկացանք որ հոգեբանական աջակցությունը շատ կարեւոր է եւ հենց հոգեբանական վիճակը ծնողների ամբողջ այդ փորձությունը իր համար դարձնում է շատ ավելի բարդ, քան իրականում կա։ Եթե ծնող սկսում է ամաչել իր սեփական երեխայի հիվանդությունից, եթե թաքցնում է հիվանդության մասին ինֆորմացիա, փոխարեն դիմի բոլոր մոտիկ մարդկանց, ընկերներին եւ օգնություն ստանա իրենցից, դա շատ սխալ ըստ իս պահվածք է, որովհետեւ ես այդպես չեմ արել եւ չեմ փակվել տանը եւ չեմ թաքցրել ինֆորմացիա իմ երեխայի հիվանդության մասին, այլ աշխարհին կոչ եմ արել օգնության եւ ինձ օգնել են։ Եվ դա շատ մեծ աջակցության ուժ է, երբ դու մենակ չես, երբ քեզ հասկանում են, աջակցում են, օգնում են եւ երբ կիսում են քո ցավը եւ օգնում են քեզ այդ փորձությունը հաղթահարել եւ ես միշտ բոլոր ծնողներին կոչ եմ անում չհուսահատվել, չնահանջել, չհասթափվել եւ չմտածել, որ փորձությունը պատիժ է, պատիժ չէ, փորձության վերջում բարձր որ լուսավոր ապագա ես համոզված եմ երեխային կսպասի եւ ուղղակի պետք է համբերատար լինել եւ բժիշկների հետ կապի մեջ լինել, կատարել ամբողջ եւ բոլոր նշանակումները եւ մտածել, որ հիվանդությունը մարդու համար է եւ ինչու է մեզ կամ մեր երեխային տրվում մենք չենք կարող հասկանալ Մենք կարող ենք ուղղակի տեղեկացված լինել, իրազեկված, հասկանալ թե մեր երեխայի հետ ինչ է կատարվում եւ ուղղակի համբերությամբ լցված սպասել ամբողջությամբ առողջացմանը։ Կարծում շատերը տեղյակ են, բայց շատերն էլ տեղյակ չեն։ Ինչ է էպիլեպսիան։ Էպիլեպսիան դա ուղեղի ոչ վարակիչ հիվանդություն է, որի ժամանակ նա նաև քրոնիկ հիվանդություն է, որի ժամանակ ուղեղը հակված է ցնցումներ առաջացնելու։ Իսկ ցնցումները դրանք ուղեղի բջիջների, որոնք կոչվում են նեյրոններ, այսպես սխալ էլեկտրական ակտիվության հետևանք են, այսինքն տեղի ունենում նեյրոնների էլեկտրական ակտիվության ոչ ճիշտ, սինխրոն չափից ավելի բռնկում, որն էլ բերում է ցնցումների։ Էպիլեպսիաները ունեն տարբեր պատճառներ, քանի որ մեր հայրորդը հիմնականում պատկերացնում է, որ անպայման ժառանգական հիվանդություն է էպիլեպսիան, սակայն այդպես չէ։ Ներօրինակ նաև ստադիաներ ունեն, այսինքն մինիմալից մինչև
Կան ավելի թեթև ընթացքով էպիլեպսիաներ, կան ավելի ծանր ընթացքով էպիլեպսիաներ, բայց պատճառները տարբեր են, այսինքն կան եւ գենետիկ, եւ կառուցվածքային, ինֆեկցիոն, մետաբոլիկ, իմուն եւ անհայտ պատճառներ։ Էպիլեպսիաների մոտ 50%-ը մնում է անհայտ պատճառը, թե ինչից է առաջացել, բայց անգամ երբ որ մենք ասում ենք գենետիկ, պարտադիր չի, որ դա ժառանգված լինի ինչ-որ մեկից, այսինքն կան նոր առաջացող մուտացիաներ, որոնք կարող են երեխաների մոտ լինել, կան պոլիգենային հիվանդություններ, որոնք մի քանի գեների այսպես գործողության արդյունք են, եւ այսպեսով եւս մեկ անգամ ուզում եմ նշել, որ էպիլեպսիան կարող է լինել ձեռքբերովի եւ մանկական տարիքում լավ նորությունն այն է, այսպես ասեմ, դա իհարկե նորություն չէ, բայց լավ փաստը այն է, որ կան այդ թվում նաեւ անցողիկ տարատեսակներ, այսինքն մարդկանց մեծ մասը պատկերացնում է, որ էպիլեպսիան անպայման ամբողջ կյանքի համար է, սակայն այդպես չէ։ Այսինքն հասուն տարիքում դա ձեռք բերել հնարավոր է, թե ոչ։ Այո, նորածնից մինչև 80 տարեկան եւ ավել բոլոր տարիքներում հնարավոր է ձեռք բերել էպիլեպսիա եւ ոչ ոք ապահովագրված չէ դրանից։ Այդպես։ Երթաբանության մեջ, ինչպես որ դուք եք նշել, կրկին wait and see արտահայտություն կա, ինձ շատ հետաքրքրեց դա, ինչու, որովհետեւ եթե ճիշտ եմ հասկացել, այսինքն այդ ընթացքում դու պետք է պարզապես հետևես, թե ինչպես է այն զարգանում ուղղվածությունը, այդ ընթացքում ոչինչ չանելով, թե ինչ-որ կերպ վերահսկելով։ Wait and see ավելի շատ այլ հիվանդություններին է վերաբերվում, երբ որ մենք գիտենք, որ այսպես խիստ պրոգրեսիվ հիվանդություն չէ կամ գիտենք, որ այսպես հստակ բուժում դեռևս չենք կարող անցկացնել եւ եթե սպասելը վտանգավոր չէ, սպասում ենք։ Էպիլեպսիաների պարագայում մի քանի էպիլեպսիայի տեսակ կա, որ մենք կարող ենք դեռևս բուժում չնշանակել, ախտորոշել, որ դա էպիլեպսիա է եւ դա հենց իմ նշած տարիքակախյալ էպիլեպսիաներին է հիմնականում վերաբերվում, եթե ցնցումները կարճ են, եթե հազվադեպ են լինում, այն ժամանակ այո, կարելի է բուժում չնշանակել եւ պարզապես սպասել, տեսնել ինչ ընթացք կունենա։ Իսկ Անի ջան, որպես առաջին օգնություն, ինչ պետք է անել կամ չանել, այսպես կարճ։ Այո, կրկին շատ կարևոր հարց է, որովհետեւ իհարկե հիմա ժամանակի հետ աստիճանաբար դա փոխվում է, սակայն դեռ շատ ու շատ մարդիկ կան, որոնք պատկերացնում են, որ ցնցման ժամանակ պետք է մարդու բերանը բացել, պետք է ատամները այսպես բացել, ինչ որ բան մտցնել ատամների արանքում, լեզուն պահել։ Նշեմ, որ լեզուն կուլ գնալ չի կարող, եթե մարդը ցնցվում է, պետք է կողքի պարկեցնել անպայման պացիենտին ու ցնցվող անձին, եթե այսպես վտանգ կա, որ գլուխը կարող է հարվածել կամ այսպես պինդ սալիկապատ օրինակ հատակին է պարկած եւ հնարավոր է գլուխը վնասի, բարակ փափուկ բարձ է պետք դնել գլխի տակ, կողքի անպայման թեքել, որպեսզի եթե փսխման զանգվածներ լինեն, թուք լինի եւ այլն, դա չանցնի շնչուղիներ, ժամին անպայման նայել, որովհետեւ մարդիկ այդ խառնված իրավիճակում իրենց թվում է, թե շատ երկար ժամանակ է անցել, այնինչ րոպեներ է հիմնականում տևում ցնցումը։ Այո, եւ զանգահարել իհարկե շտապ օգնություն։ Հրաշալի է, քանի որ մեր եթերաժամանակը շատ սուղ է, ես կուզեմ վերջին հարցը ձեզ ուղղեմ։ Ինչն է խանգարում էպիլեպսիա ունեցող մարդուն ապրել լիարժեք կյանքով։ Խանգարում են միանշանակ կարծրատիպերը, որոնք դարերի ընթացքում ստեղծվել են եւ ամրապնդվել են մեր հասարակության մեջ։ Խանգարում է ոչ ճիշտ մարդկանց հասարակության վերաբերմունքը եւ նույնիսկ սեփական ծնողների այդ ամենը խանգարում է։ Էպիլեպսիան հաճախ դադարեցնում է երեխայի մանկությունը, պաուզայի տակ է դնում եւ դա չի պատահում միայն ցնցումների եւ էպինոպաների պատճառով, այլ շատ ժամանակ դա լինում է հենց մեր վերաբերմունքի պատճառով։ Այո, երբ մենք անտեսում ենք այն ինչ կատարվում է, մտածում ենք, որ դա մեզ հետ երբեք չի պատահի, անտարբեր ենք լինում եւ հենց դա է պատճառը, որ երեխան չի կարող լիարժեք հասարակության անդամ լինել եւ կուզենայի շեշտել, որ էպիլեպսիա ունեցող երեխաները այն մասը, որը 70% դեպքերում էպիլեպսիան բուժվում է կամ հաջողաբար հսկվում ժամանակակից հակացնցումային դեղամիջոցների կողմից եւ երեխաները ոչինչով չեն տարբերվում իրենց հասակակիցներից, ոչ ինտելեկտով, ոչ արտաքինով, ոչ պահվածքով։ Փաստորեն չկա որևէ պատճառ, որ իրեն խանգարի նման երեխային ապրել լիարժեք, ունենալ շարունակական երջանիկ մանկություն առանց դադարների։ Այդ պատճառը ուղղակի մեր մտածելակերպի եւ մեր վերաբերմունքի մեջ է։
Շնորհակալություն ձեր էներգիայի ու մարտիսակի համար։ Ես վստահ եմ, որ ՀԿ-ի մասին մենք օրինակ մեր մյուս հաջորդ հանդիպումներում միգուցե մյուս տարի շատ մեծ հաջողություններ ենք մենք նշելու մարտի 26-ին եւ սիրով կգանք այստեղ եւ կպատմենք։ Մենք սիրով կսպասենք։ Ինչպես է նշում ամբողջ աշխարհը, մանուշակագույն օրը, որը էպիլեպսիայի միջազգային օրն է եւ հենց իրազեկման օր է։ Շնորհակալ ենք շատ։ Մեր հյուրերն էին Արևգիր բժշկական համալիրի նյարդաբանության բաժնի վարիչ Անի Գևորգյանը եւ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր եւ ղեկավար Ելենա Բաղդասարյանը։ Մնացեք մեզ հետ, քիչ անց կրկին ունենք հյուրեր, խոսել ենք մշակույթից ու շատ կրկին կարևոր թեմայի շուրջ։